Մատթեոս 13 Սերմնացանի առակը։ Այդ օրը Հիսուս տնից դուրս գալով նստեց ծովեզերքին, և նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց, այնպես որ նա նավակ մտավ ու նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին, և նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ, և ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ու շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ, երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ, և ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին, և մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա, և պտուղ տվեց, կար որ մեկին 100, և կար որ մեկին 60, և կար որ մեկին 30, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ աշակերտները մոտենալով նրան ասացին. Ինչու ես առակներով խոսում նրանց հետ։ Նա պատասխանեց և ասաց նրանց. Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ, որովհետև ով ունի, նրան պիտի տրվի, և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ։ Նրանց հետ առակներով եմ խոսում նրա համար, որ նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում ու չեն հասկանում։ Եվ նրանց վրա կատարվում է Եսայիայի մարգարեությունը, որ ասում է. Պիտի լսեք ու պիտի չիմանաք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր են լսում, և փակեցին իրենց աչքերը, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն, և սրտով չիմանան, և դարձի չգան, ու ես նրանց բժշկեմ։ Բայց երանի է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին։ Սերմնացանի առակի մեկնությունը։ Եվ արդ լսեցեք դուք սերմնացանի առակը։ Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանվեց, և որ ապառաժի վրա սերմանվեց այն է, որ երբ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ էլ ընդունում է այն, բայց քանի որ ինքն իր մեջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հավատում, երբ խոսքի համար նեղություն և հալածանքներ լինեն, իսկույն սայթաքում ընկնում է, իսկ որ փշերի մեջ սերմանվեց այն է, որ լսում է խոսքը, բայց աշխարհիս հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և սա լինում է անպտուղ, իսկ որ լավ հողի մեջ սերմանվեց այն է, որ երբ լսում է խոսքը և հասկանում, պտուղ է տալիս։ Կա որ մեկի դիմաց 100, կա որ մեկի դիմաց 60, և կա որ մեկի դիմաց 30, որոմների առակը։ Նա մեկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց,
Եվ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց։ Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց և այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տեր, չէ՞ որ քո սրտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղից է այդ որոմը»։ Եվ Տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենում ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ Եվ Տերը նրանց ասաց. «Ոչ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ այդ որոմը քաղեցեք և դրանից խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ»։ Մանանեխի հատիկի և թթխմորի առակը։ Նրանց առաջ նա մեկ ուրիշ առակ էր դրեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մեջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմենը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»։ Նա մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց 3 չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Այս բոլոր Հիսուս առակներով պատմեց բազմությանը և առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, որպեսզի կատարվի մարգարեի կողմից ասվածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ և աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները պիտի հայտնեմ»։ Որոմների առակի մեկնությունը։ Այն ժամանակ Հիսուս արձակելով ժողովրդին տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնիր մեզ համար արտի որոմների առակը»։ Նա պատասխանեց և ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Եվ թշնամին, որ այն ցանեց, սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, և հնձողները հրեշտակներ են։ Ինչպես որոմը հավաքվում է և կրակի մեջ այրվում, այնպես կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները և նրանց, որոնք անօրենություն են գործում, և կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Այլ առակներ։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում է։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում, և գտնելով մի թանկարժեք մարգարիտ, գնաց վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և այդ մարգարիտը գնեց։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել, երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով, լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին։ Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները
կելնեն և չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացաք»։ Նրանք ասացին. «Այո, Տեր»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը»։ Հիսուսի այցելությունը Նազարեթ։ Երբ Հիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց և գալով իր գավառը նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղից են այս իմաստությունը և զորության գործերը։ Սա Հյուսնի որդին չէ, սրա մայրը չէ, որ Մարիամ է կոչվում, և սրա եղբայրները Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա, և սրա քույրերը բոլորը մեզ մոտ չեն, և արդ որտեղից է սրան այս բոլորը»։ Եվ նրանով գայթակղվում էին։ Իսկ Հիսուս նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, բայց միայն իր գավառում և իր տանը»։ Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ զորավոր շատ գործեր չարեց։